2018-ից առաջ որ նայում ենք եւ 25 թվականին նայում ենք, մեր կախվածություն ռուսական շուկայից շատ ավելի շատ է մեծացել, քան 18-ից առաջ էր։ Դրա պատճառը ինչն է, հենց այն, որ սխալ կառավարման հետևանքով է, թե մինչ այդ էլ ունեցել ենք խնդիրներ, մինչ այդ էլ կարծես թե մենակ Ռուսաստանն է եղել այն պետությունը, որտեղ Հենց Ռուսաստանն եղել այն պետությունը, որտեղ աշկ են փակել մեր ապրանքի որակի վրա, իսկ ապրանքի որակի հետ կապված մենք բազմիցս բարձրաձայնել ենք, բազմիցս խոսել ենք այդ մասին, նմուշառումներ է կատարվել շուկայից պտուղ բանջարեղենի, տվել է լաբորատոր փորձաքննության եւ այս ամեն ինչը եղել է բաց ու բոլորի աչքի առաջ։ Բացի արաբական երկրներից, ուրիշ որ երկրները կարող են մեզ համար լինել շուկա եւ արդյոք նոր շուկա գնալը հեշտ է։ Սուբսիդիայի չափը, որը 4 միլիարդ դրամ է, 10 միլիոն դոլար։ Ընդհանուր արտահանման ծավալի մեջ, որը 1.2 միլիարդից ավել է, կազմում է ընդամենը 1%։ Եվրոպայից տրված օգնությունն էլ 50 միլիոնի չափով որ պիտի տան, այդ 50 միլիոնն էլ որ համեմատում ես այդ ցուցանիշի մեջ, ունի 4% էլ դա է։ 4-5% ընդհանուր ծավալի մեջ դա չնչին գումար է ու կարելի ասել ոչ մեկին ոչ մի, այսպես ասած, վերք չի բուժի։ Ողջույն դեպքի սիրելի հետևորդներ, դուք կրկին դիտում եք անվտանգային ԴՆԹ հաղորդաշարը եւ այսօր իմ հյուրը մի մարդ է, ում հետ խոսելու են գյուղատնտեսությունից եւ նա գյուղատնտես Ուժեղ Հայաստան կուսակցության падգամավորության թեկնածու Հարություն Մնասականյանն է։ Բարև ձեզ։ Ողջույն ձեզ։ Շնորհակալ եմ ժամանակ գտնելու եւ գալու համար այս քարոզ ժամանակահատվածում։ համար։ Հարություն, թերևս զրույցը սկսենք այն ամենից, ինչ ներկայում կատարվում է մեր գյուղատնտեսական ոլորտում, բնականաբար խոսքը արտահանումների հետ կապված խնդիրների սահմանափակումների մասին է։ Այսինքն Ռուսաստանը փակում է արտահանման համար իր դռները եւ Հայաստանում մարդիկ կամ տուժում են կամ ներկայացնում են, որ տուժում են։ Չէ, մարդիկ չեն կարող ներկայացնել, որ տուժում են, եթե կտեսնեք արդեն խանութներում 3 լոլիկի գինը 80 դրամ էր, իջել սուպերմարկետում, բլը պատկերացրեք այդ 80-ից հանեք 16% ավելացած արժեքի արկ, հանած մոտավորապես 20% շահույթ եւ տակը կտեսնեք ինչ ցածր թվով է ֆերմերը տվել սուպերմարկետների ցանցին, որպեսզի վաճառեն։ Միայն այդ բերքի քաղելը ջերմատնային տնտեսությունում երևի այն գինն է իրանից ներկայացնում, ինչ գնով որ վաճառում է ջերմատնային տնտեսության տերերը։ Նույնը ծաղիկների վաճառքը, երբ որ կտեսնեք սուպերմարկետներում թե ինչքան մեծ քանակուց ծաղիկները 1000, 1400, 1500 դրամով են, դա նշանակում է, որ լավ ուրիշ չի, որ մեր ֆերմերները գնացել են այդ շատ ծայրահեղ քայլին, որպեսզի ինչ որ ձևով կարողանան ոչ թե իրացնել, այլ այս ահռելի վնասները ինչ որ ձևով մեղմեն։ Եվ սա շատ լրջագույն հարված է հասցրել Հայաստանի գյուղատնտեսությանը։ Կասեք, Ռուսաստանը ինչու է տարիներ շարունակ եղել եւ մնում էր միակ արտահանման շուկան, քանզի ոմանք շեշտում են, որ սա կոնկրետ քաղաքականության, բարեկամական գուցե քաղաքականության արդյունք է, որովհետեւ մենք ունենք որակի խնդիր, կուզեմ անպայման այս մասին խոսել։ Դա պետական սխալ քաղաքականության արդյունք է, ինչի մասին բազմիցս խոսել ենք արդեն երկար տարիներ, երբ որ պետական վերահսկողությունը ֆերմերի հետ աշխատանքը, այսպես ասած, ինտերակտիվությունը կորում է, ունենում ենք այս պատկերը, մենք չենք ունենում լավ որակի արտադրանք, չենք ունենում նորմալ վերահսկողություն պետական, չենք ունենում մթերման կայաններ, չենք ունենում շուկայի դիվերսիֆիկացում եւ մեր հույսը մնում է միայն Ռուսաստանը։ Եվ եթե պետությունը անընդհատ իշխանությունները դա անընդհատ բարձրաձայնում են Եվրոպա գնալու, Եվրոպա մեծ քաղաքականության մասին, առաջին իրենք պետք է մտածեին այս ուղղությունների վրա, ոչ միայն Եվրոպա, այլ միջազգային շուկաներ, շուկան դիվերսիֆիկացնելու համար, ոչ թե ավելի կախվածությունը մեծացնելու 2018-ից առաջ որ նայում ենք եւ 25 թվականին նայում ենք, մեր կախվածություն ռուսական շուկայից շատ ավելի շատ է մեծացել, քան 18-ից առաջ էր։ Դրա պատճառը ինչն է, հենց այն, որ սխալ կառավարման հետևանքով է, թե մինչ այդ էլ ունեցել ենք խնդիրներ, մինչ այդ էլ կարծես թե մենակ Ռուսաստանն է եղել այն պետությունը, որտեղ Հենց Ռուսաստանն եղել այն պետությունը, որտեղ աշկ են փակել մեր ապրանքի որակի վրա, իսկ ապրանքի որակի հետ կապված մենք բազմիցս բարձրաձայնել ենք, բազմիցս խոսել ենք այդ մասին, նմուշառումներ է կատարվել շուկայից պտուղ բանջարեղենի, տվել է լաբորատոր փորձաքննության եւ այս ամեն ինչը եղել է բաց ու բոլորի աչքի առաջ։ Սա պետական իշխանության դիլետանտության ամենաթողության հետևանք է, ինչ որ այս բանին ունենք։
Իսկ ասեք, մինչև 2018 թվականը ինչ պատկեր ենք ունեցել, այն ժամանակ արդյոք նույն մանրակրկտության վերահսկողություն եղել է գյուղատնտեսության Այն ոլորտում։ ժամանակ էլ չի եղել, նույն վերահսկողությունը չի եղել, բայց որ իշխանությունը որդեգրում է միջազգային շուկա դուրս գալու, եվրոպական շուկա դուրս գալու համար, ինքը պետք է կատարեր այս քաղաքականությունը, այս քայլերի հերթականությունը, որպեսզի կարողանայինք մենք եվրոպական շուկայում գոնե որոշակի ապրանքատեսակներով լինեինք մրցունակ եւ ներկայանալի։ Բայց ոչինչ չի արվել ոչ միայն եվրոպական շուկայի, այլ նաեւ արաբական շուկայի առումով։ Ունենք այս պատկերը, ինչը որ կա ներկա պահին։ Իսկ ասեք, Հարություն, բացի եվրոպական շուկայից եւ բացի Ռուսաստանից եւ բացի արաբական երկրներից, ուրիշ որ երկրները կարող են մեզ համար լինել շուկա եւ արդյոք նոր շուկա գնալը հեշտ է, ինչ դժվարություններ կան։ Տեսեք, նոր շուկա գնալը երբեք հեշտ չի եղել, չէր լինի, քանի որ բազմաթիվ առաջարկներ կան, բազմաթիվ երկրներ կան, որ նմանատիպ մշակաբույսեր աճեցնում են։ Ուղղակի պետք է հստակ հասկանալ, ամենաառաջինը պետք է հողերի զոնավորում իրականացնել, որպեսզի հասկանային, որ արտադրատեսակով ենք մենք ավելի մրցունակ, ենթադրենք դանիական նմանատիպ արտադրանքից, կամ որ արտադրատեսակն է մեզ մոտ ավելի հեռանկարային, ինչը կարելի է աճեցնել որ տարածաշրջանում, որպեսզի այդ օպտիմալացված տարբերակով արդեն կարողանայի դու նաև շուկան որոշեիր, պլյուս դրան նաև սահմանափակումները ընտրեիր, թե ենթադրենք տվյալ ապրանքատեսակը, որ շատ մեծ առաջարկ ունի միջազգային շուկայում, այդ արտադրատեսակի վրա չֆիքսվել, այլ ֆիքսվել այն արտադրատեսակի վրա, որը մեծ պահանջարկ ուներ։ Այս ամեն ինչը սա բացառապես պետական գործառույթ է, պետական ճիշտ քաղաքականություն է, որը չի իրականացվել։ Բայց մի բան ասեմ, իհարկե պետական քաղաքականությունը կարևոր է, բայց երբ արտադրողը որոշում է, օրինակ, ծաղիկ հենց արտադրել, հաշվի չառնելով, ինչպես շատ անգամ դուք եք նշել, որ ծաղիկը երկրորդական օգտագործման ենթակա, հա, բան չէ եւ մենք ունենք ռիսկեր։ Ես միշտ ասում եմ, մենք ասում ենք պարենային անվտանգություն հետ խնդիր ունեցող երկիր ենք, մենք ունենք ռիսկեր, մենք ունենք սահմանի փակման հետ կապված ռիսկեր։ Ու բազմիցս 2024 թվականից այս մասին բարձրաձայնել եմ, երբ որ 2024 թվականի ցուցանիշներն եկա, որտեղ ծաղիկը 68% արտադրությունը աճել էր, ինչի շնորհիվ էլ գյուղատնտեսության մեջ 0.6% աճ էր տեղի ունեցել։ Այս մասին բազմիցս ահազանգել եմ։ Հենց պետական քաղաքականությունը կայանում է նրանով, որպեսզի իր գործիքակազմով միջամտեր այնպես, որ ծաղկից բացի այլ մշակաբույսեր աճեցնելը դառնար ավելի շահութաբեր, ավելի ցանկալի եւ ավելի հետաքրքիր։ Եվ այսօր այս խնդիրը չենք ունենա, մեր ծաղկաբույսները չեն կանգնի, ենթադրենք 96 միլիոն հատ ծաղիկ արտահանում Ռուսաստանի Դաշնություն 50-60 միլիոն դոլարի։ Այսօր իրանք չեն կանգնի փաստի առաջ ու մտածեն լավ, ինչ կարելի անել, ոնց կարելի անել։ Մի այսպիսի նաև կարծիք կա այն, որ ես չեմ ուզում եմ երկրորդական կարծիքներն էլ քննարկենք, որ ծաղկավաճառները շատ երկար տարիներ գերշահույթ են ունեցել, դրա համար հիմա կարծես թե չեն ուզում ավելի էժան կամ այլ երկիր տանեն ծաղիկները։ Եթե ծաղկավաճառները ունեցել են գերշահույթներ, դա էլի պետության միջամտության արդյունքում պետք է չլիներ այդ գերշահույթը, ՏՄՊՊՀ-ն խառնվեր եւ այլն եւ այլն։ Եվ երկրորդ, եթե պետությունը տեսնում է, որ ծաղիկը ունի գերշահույթ, պիտի այնպես աներ, որ ուտելի սննդի արտադրության մեջ կամ ուտելի մշակաբույսերը ավելի մեծ հետաքրքրություն ցանկալի լիներ աճեցնել եւ ծաղկի վրա այսպիսի մեծ ուղղվածություն չառաջանար, թե 60%-ա, թե 100%-ա, թե 200%-ա ծաղիկի շահույթը, բայց նաեւ կար այս ռիսկերը, ինչը որ հիմա տեսնում ենք։ Հենց դա է իմ ասածը, որ դա է պետական գործառույթը, որպեսզի կարողանա բալանսավորել։ Այսինքն համակարգային լուծումների առաջարկների եւ լուծումների երկարաժամկետ մտածողություններ պետք նաեւ ոչ թե sense կարճաժամկետ ուրախանալ օրվա իրավիճակով հաջորդ օրվա մասին ընդհանրապես չմտածել եւ կանգնել փաստի առաջ։ Իսկ Հարություն, ինչ կարծիք եք այն մասին, որ Ռուսաստանը ելնելով բարեկամական հարաբերություններից երկար տարիներ, ինչպես նշեցիք, աչք է փակել հայկական սննդամթերքի արտահանվող որակի վրա, բայց արդյոք դա նորմա է ու արդյոք դա ի նպաստ մեզ չէ, որ եթե նա էլ որակի հետ կապված խնդիր ստեղծեր, գուցե մեզ մոտ որակի փոփոխություն արդեն գնար։ Դե կներեք, էլի Ռուսաստանի աչք փակելը արդեն փորձենք դիտարկել վատ տեսանկյունից, Ռուսաստանի աչք փակելը առաջին նշանակություն չուներ,
Մեր մոտ եթե ապրանքի որակը վատ է, դա պետության էլի խնդիր է, պետական մտածողության խնդիր է, ճիշտ քաղաքականության հետևանք է, սխալ քաղաքականության հետևանք է եւ ճիշտ քաղաքականություն էր պետք իրականացնել, որ մենք չունենայինք այս խնդիրները, թե չէ Ռուսաստանը կարող է աշկ էր փակում, հիմա չի փակում, բայց այդ իր աշկ փակելը պետք է դիտարկենք որպես նորմա եւ այդպես շարունակեին քայլել առաջ։ Իսկ ինչ հիմնական խնդիրներ մենք ունենք որակի հետ կապված, որովհետեւ անդադ նշում ենք եւ կուզեմ ավելի մանրամասն ասեք, թե որ սննդատեսակների հետ ինչ խնդիրներ ունենք։ Բուսաբուծության մեջ հիմնականում թունաքիմիկատների, պարտանյութերի ոչ ճիշտ չափականակով օգտագործումը։ Դա ֆերմերն էլ այդքան մեղավորություն չունի, որտեղ ինքը չունի նման մասնագիտական կրթություն եւ հստակ է թունաքիմիկատների մեջ ինքը չի կարող, չգիտի որի մեջ ազդողնյութը ինչքան է, որքան է թույլատրել այդ ազդողնյութը, որպեսզի ինքը իր ենթադրենք այգում կամ ջերմատնային տնտեսություններում օգտագործի։ Okay, մեծ խոշոր ջերմատնային տնտեսություններում կան ագրոնոմներ, ովքեր կարողանում են պահել այդ չափորոշիչները, բալանսը, բայց փոքր այգիներ ունեցող բանջարաբոստանային մշակաբույս աճեցնող ֆերմերներ իրանք այդ մասին չգիտեն, իրանք միտումնավոր չեն անում, որ այդպես լինի, իրանք ուղղակի դրա մասին չգիտեն։ Իրանք մտնում են խանութից գնում են, ենթադրենք, ասում են այդ խանութի աշխատողին թունաքիմիկատի մեզ պետքա լվիճի դեղ, այդ խանութի աշխատողը ինչ դեղ ուզի կտա, ինչքան, ինչ չափականակ, ենթադրենք պիտի ասի 1 գրամը 10 լիտր ջրին, կարող ասել 2 գրամը 10 լիտր ջրին, արդեն 1 գրամ որ դառնում է 2 գրամ, այդ դրա ազդողնյութը կրկնակի ավելանում է, եւ երբ որ այդ ստացված բերքը տաս լաբորատոր քննության, բանից կպարզվի մեջ պեստիցիդների քանակը նորմը գերազանցում է 2 անգամ։ Լավ, բացի ծաղիկներից, էլ ինչն է ավելի սուր եւ ավելի վատ վիճակում, այսինքն եթե կան տեսակներ, որ երկար պահպանման են, կան տեսակներ, որ ոչ, օրինակ ներկապային ամենախնդրահարույցը ծաղիկն է, լոլիկն է, ծիրանի բերքը բավականաչափ ցածր էր, ինչ հնարավոր էր տեղում իրացվեց, ինչ հնարավոր էր արտահանել, տենց միջնորդավորված արտահանվեց, հեսա կգա դեղցի, նեկտարինի, սալորի եւ այլ մշակաբույսերի արտահանման ժամանակը, ինչը արդեն լուրջ խնդիր կառաջացնի, ձկնաբուծությունն է կանգնած փաստի առաջ, որովհետեւ բավականին մեծ քանակությամբ ձկնամթերք ենք արտահանում ու հիմա այսօրով բոլորը կանգնած են խնդրի առաջ եւ այսպես sense արկախված այս վիճակում մնացել են եւ իրանք անընդհատ որ պիտի իրացնեն արդեն շահույթ ստանային, իրանք ծախս են անում, ձկներին կերակրում են ու սպասում են լավ օրվա բացվելուն ու տեսնենք ինչ կլինի։ Լավ օրվա բացվելը հուսով ենք կլինի, բայց նաև կուզեմ խոսել այդ տարբեր ճանապարհներով արտահանումների փոքր թեկուզ քանակության մասին, ինչ տեղեկություններ ունեք, մարդիկ կարողանում են ամեն դեպքում իրենց ծանոթների, որովհետև պետությունը ասաց խնդրեմ, բացել ենք բոլոր դռները ձեր առաջ, տարեք Եվրոպա կամ ուր ուզում եք տարեք։ Եվրոպա տանելու համար համապատասխան ասեցի պետական քաղաքականություն էր պետք իրականացնել համապատասխան քայլեր էր պետք մասնավոր ծանոթների միջոցով Եվրոպան որակի այնպիսի փորձաքննություններ է իրականացնում որ մեծ ռիսկ է այդ պտուղ բանջարեղենը անել ձկնամթերքից ընդհանրապես չեմ խոսում իսկ ծաղիկը լոգիստիկ առումով մնացած գնային առումով ոչ մի առումով եկամտաբեր չի եվրոպական շուկա հանելը հիմա որ sense մի քանի շատ փոքր քանակներ որ իրանք ցույց են տալիս ու sense ցույց են տալիս որպես հաղթանակ, որ արտահանել են, դա չնչին ծավալները ընդհանուրի մեջ եւ այդ առումով այդ սուբսիդիոն քաղաքականությունը, որ իրականացնում են, սուբսիդավորման ծրագրեր, կարճաժամկետ է ծրագրում, գուցե, բայց այդ սուբսիդիաները հենց հանվեց, այդ բացարձակ նպատակահարմար չի լինելու ծաղիկի շուկան, ենթադրենք, ընտրել եվրոպական երկրներում, այսպես ասած, ու դա իրենից ներկայացնում է լրջագույն խնդիր։ Իսկ Իրանը, Ղազախստանը կամ այլ պետությունների հետ ունենք որոշակի փորձ։ Մենք ունենք որոշակի հարաբերություններ, բայց ոնց տեսնում ենք Իրանում գյուղմթերքի ինքնարժեքը այնքան ցածր է, գյուղմթերքը այնքան էժան է, բացարձակ նպատակահարմար չի Իրան ուղարկել։ Ղազախստանն էլ այնքան լոգիստիկ առումով հեռու է եւ լոգիստիկ ծախսերը այնքան բարձր են, որ Ղազախստանն էլ գրեթե շատ մշակաբույսեր, շատ թարմ պտուղ բանջարեղեն իմաստ չունի արտահանել ուղղակի։ Այսինքն փաստացի մեր զրույցից պարզ է ստացվում, որ եթե Ռուսաստանի հետ չի բացվում, հա, այդ նոր դռների կամ նոր հնարավորություններ, այստեղ գյուղացին մնում է արտադրողը, այսպես ասենք, արտահանողը եւ արտադրողը մնում է մենակ եւ իր խնդիրը այնքան է խորանում, որ մյուս տարի հնարավոր է նա այդ ռիսկին չգնա փակելով այս տարվա ծախսերը։ Այո,
Այո, ու դա շատ մեծ ռիսկ է, պլյուս այն ֆերմերային տնտեսությունները, որ գնացել են բանկրոտի առաջ են կանգնել, հետո վերականգնվել է շատ ավելի դժվար է լինելու, քան ենթադրենք, որ այս ամենը չլիներ։ Եթե մի պահ պատկերացնենք, որ ամեն ինչ գնացել է դրան, Հայաստանի համար, Հայաստանի ներքին շուկայի համար արդյոք կլինեն խնդիրներ պտուղ բանջարեղենի եւ Տեսեք, հիմա այս տարի ծաղիկի եւ լոլիկի գները բավական իջել են, եթե ֆերմերային տնտեսությունների որոշակի մասը կամ հիմնական մասը փակվի, բնականաբար լոլիկի գինը կամ ծաղիկի գինը շատ ավելի է բարձրանալու, քան առաջ էր։ Հավկիթի օրինակը, եթե կհիշեք, նախանցած տարի հավկիթի ինչ-որ մի պահ հավկիթի գինի իջավ 10-ից 20 դրամ, բոլոր ուրախացել են, ասում սա լրջագույն խնդիր է, չի կարելի այս հարցի վերաբերյալ ուրախանալ, եւ շատ ֆերմերային տնտեսություններ փակվեցին, այսօր հավկիթը վաճառում է 50%-ից ավելի գնով, 50 դրամից դառել է 80 դրամ նվազագույն։ Հա, պատկերացրեք, նույնը սպասվում է նաեւ մնացած մշակաբույսերի ձկների շուկայի առումով, ու սա արդեն մտահոգիչ է ու լուրջ խնդիր է։ Իսկ ասեք, նույն որակի հետ կապված թեկուզ Հայաստանի ներսում օգտագործման համար միշտ հետաքրքրում է ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ որակի ոչ վերահսկումը մարդկանց արդեն առողջության եւ ազդեցությունը, երբ որ գնաք մեր հիվանդանոցները տեսնեք հերթերը, հենց այդ հետևանքներից մեկն է։ Ենթադրենք Աստղիկ գնացեք, Իզմիրլյան գնացեք կամ յուրաքանչյուր բժշկական կենտրոն, ցանկացած բժշկական կենտրոն, երբ որ տեսնեք հերթերը ու հիվանդ մարդկանց քանակը եւ տարիքային ինչքան է իջել տարիքային շեմը, արդեն հասկանալի է նաեւ, որ պատճառներից մեկը հենց այդ չվերահսկվող սնունդն է, սննդի ոլորտն է։ Քանի որ դուք նաեւ Ուժեղ Հայաստան կուսակցության падգամավորության տեխնացու եք, ես չգիտեմ որոշում արդեն կա թե չէ մանդատներ վերցնել, չվերցնել, գնալ ԱԺ, բայց կուզեմ հասկանալ դուք օրինակ որպես հատկապես այս ոլորտի պատասխանատու ինչպիսի լուծումներ եք առաջարկելու թե որակի, թե արտահանումների, Ես այդ առաջարկներից բազմիցս արել եմ, վերջերս էլ Facebook-յան գրառում արեցի, երբ որ տեսա պետությունը, իշխանությունը ուղեցույց էր հրապարակել Եվրոպա արտահանելու, մի պրիմիտիվագույն ուղեցույց, եւ ես էլ իմ ուղեցույցը սարքեցի, թե ինչ քաղաքականություն պետք է իրականացնենք, որ մենք կարողանանք մեր արտադրողը մտնի եվրոպական շուկա, դրա մեջ մտնում էր եւ լաբորատորիաների վերազինումը, ակրեդիտացումը, մթերման կայանները, ապրանքի արտադրության հետագծելիությունը, որ ապրանք արտադրողից երբ որ դու առնում ես ապրանքը, այնպիսի հետագծելիություն ունենա, որ դու իմանաս որ քիմիատից ինչ է օգտագործել, ինչ պարտանյութ է օգտագործել, պլյուս պարտանյութերի թունաքիմիկատների վերահսկողությունը, պլյուս բազմաթիվ այլ գործընթացներ։ Բայց կան լուծման ճանապարհներ, այսինքն որպես ընդդիմություն այս բանին դուք կարողանալու եք որևիցե ձևաչափով։ Չեմ կարող որևէ բան ասել, ես նույնիսկ այս բանին դեռ որոշում չունեմ, գնում եմ ազգային ժողով, թե չէ, երբ որ գնամ արդեն այդ ընթացքում կերևա։ Բայց հետևողական լինելու եք այս նմանատիպ հետևողական լինելու, ես եթե падգամավոր չէի, միշտ այսքան հետևողական խոսել եմ, ներկայացրել եմ կանխատեսումներ եմ արել, մտահոգություններ եմ հայտնել, բնականաբար հետագայում կրկին այդ նույն մտահոգություններս ավելի մեծ մասշտաբով արդեն եւ հնարավորությունների շրջանակը ավելի մեծ։ Հնարավորությունների շրջանակը ավելի կմեծանա։ Կասեք, Հարություն, նաեւ սուբսիդավորումից մի թեթև խոսեցինք, բայց կուզեմ հասկանալ կոնկրետ թվերով, բացի այդ սուբսիդավորվում են, ինչպես հասկացանք, հիմնականում խոշոր արտադրողները, ճիշտ եմ հասկացել։ Լավ, հաշվենք խոշոր մանր չանենք, հաշվենք բոլորն են սուբսիդավորում, բայց այդ սուբսիդիայի չափը, որը 4 միլիարդ դրամ է, 10 միլիոն դոլար, ընդհանուր արտահանման ծավալի մեջ, որը 1.2 միլիարդից ավել է, կազմում է ընդամենը 1%։ Եվրոպայից տրված օգնությունն էլ 50 միլիոնի չափով որ պիտի տան, այդ 50 միլիոնն էլ որ համեմատում ես այդ ցուցանիշի մեջ, մի 4% էլ դա է։ 4-5% ընդհանուր ծավալի մեջ դա չնչին գումար է ու կարելի ասել ոչ մեկին ոչ մի, այսպես ասած, վերք չի բուժի, որևէ խնդիր տենց մեծամասշտաբ չի անի, բացի իրենց ռեյտինգն ու PR-ը, էլի, որ իրանք այդ մի փոքր սուբսիդիաները ցույց են տալիս իբր մեծ աջակցություն։ Անկախ ամեն ինչից, որ չառանցնացնենք փոքր մեծ, բայց ավելի շատ փոքր արտադրողը տուժեց այս իրավիճակում, քան մեծը։ Միշտ էլ տենց է, միշտ էլ բոլոր դեպքերում տուժում է փոքր արտադրողը, դա ոնց որ
Բացի այդ զրկված է նաև որոշակի չգրված օրենք սուբսիդավորումից։ լինի, նաև չեմ ուզում սուբսիդավորումների հետ կապված որևէ մեկնաբանություն տալ, որովհետև ծաղիկ արտադրողներից մեկը ասել էր ինչի արտադրողներին չեք տալիս, այլ տալիս եք գնորդներին, վաճառողներին։ Սրա հետևանքների մասին հետո կխոսենք, երբ որ ամեն ինչ էս ամբողջական էշղթան փակվի։ Հարցը նաև կուզեմ հասկանալ ձեր դիրքորոշումը ընդհանուր պարենային անվտանգության մասին, որովհետև նախ մինչ քաղաքական գործունեություն ծավալելը, ովքեր ձեզ ճանաչում են, ձեր էջերին հետևում են, տարիներ շարունակ դուք գյուղացիների եւ արտադրողի կողքին էիք եւ անգամ խորհուրդներով էիք ամեն հարցով, երբ որ լինում էր ինչ-որ խնդիր, դուք խորհրդով օգնում եք։ Հիմա ընդհանուր արդեն երբ որ նաև քաղաքական գործիչ եք, պարենային այս անվտանգության հարցերի շուրջ ինչ տեսլական ունեք։ Տեսեք, գյուղատնտեսությունը պարենային անվտանգության գլխավոր բաղադրիչներից մեկն է։ Առանց գյուղատնտեսության դու քո պարենային անվտանգությունը չես կարող լուծել։ Եվ այսօր մենք ինքնաբավության առումով լուրջ խնդիրներ ունենք։ Հենց խնդիրներից մեկն էլ հենց ծաղիկի արտադրությունը, որ քիչ առաջ ասեցի, ցանկացած պետություն, երբ որ մտածեր իր առաջնային, իր պարենային ինքնաբավության մասին, ինքը հստակ պիտի ցանկ հրապարակեր, որ մշակաբույսերին են տալու առաջնահերթություն, որ մշակաբույսերից մենք շատ ենք ներկրում, բայց Հայաստանում հնարավոր է աճեցնել, փորձեն այդ մշակաբույսերի զարգացման վրա հասնել մի կետի, որով կբավարարվեր ամբողջ ներքին պահանջարկը, քանի որ մենք պատերազմական դրության մեջ գտնվող երկիր ենք, ինչքան էլ խաղաղությունից խոսա հարափոփող տարածաշրջանում ենք ապրում, որ այսօր Պարսկաստանն ԱՄՆ-ը այդ պատերազմ, վաղը կարող է Թուրքիան ուրիշ երկրի հետ պատերազմի եւ այլն, անընդհատ սահմանների փակվելու ռիսկ կա։ Եվ ցանկացած պլյուս պետության մոնիտորինգի հաշվարկների արդյունքում պետք է հստակ հասկանալ, որ մշակաբույսից ինչքանով կարող ենք լինել ինքնաբավ։ Օրինակ ցորենի տեսանկյունից մենք 18-20% ենք ինքնաբավ, հնարավոր է հասնել, ենթադրենք, մինչև 60%։ Պետությունը պետք է աշխատեր այդ 60%-ի վրա, հետո մտածեր արդեն 40% ներկրման մասին։ Ուրիշ մշակաբույս այսքան տոկոս եւ հաջորդը այդ անվտանգային տեսանկյունից, երբ որ այս բոլոր խնդիրները լուծվում էր, կտեսնենք, որ ծաղկի արտադրության համար արդեն բացվածքը շատ քիչ տեղ էր մնում։ Դրան արդեն կհաջորդեր են ապրանքատեսակները, որոնք ամենանպատակահարմարն են արտահանելու համար։ Ինչ մշակաբույս աճեցնել, ոնց աճեցնել։ Զողերի զոնավորումից հետո արդեն ամեն ինչ պարզ կդառնար ըստ տարածաշրջանի, ըստ մասնագիտացման, ժողովրդի բնակչության եւ անասնապահության ոլորտը, որ ամենակարևորներից է, օրինակ տեսեք, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը վերջի 5-6 տարիների ընթացքում պակասել է մոտավորապես 100-100 քանի հազար դրամով, ինչի հետևանքով կհիշեք ես փետրվարին որ ասացի գինը թանկանալու է եւ արդեն 3400-ից դառել է 4200, արդեն 4500 դրամի կարգի, երբ որ պետությունը որոշակի քաղաքականություն է իրականացնում, տեսնում է այդ խոշոր եղջերավորների գլխաքանակը չի աճում, ինքը պետք է իր քաղաքականությունը փոխի, որտեվ սա կոնկրետ լրջագույն խնդիր է։ Խոզաբուծության ոլորտում կան այդ խնդիրները, ոչխարաբուծության ոլորտում կան, թռչնաբուծության ոլորտում կա։ Այս խնդիրները հարթել է պետք։ Այս հիվանդությունների, նաև տարածված հիվանդությունների, թե բույսերի մեջ, թե կենդանիների, կհիշեք անցած տարի, որ խոզերի մեծ անկում տեղի ունեցավ, ֆերմաներ էր, որ ոչնչանում են ուղղակի խոզը, առավոտ ֆերմայի տերը բացում էր, տենում էր խոզերը անկել են։ Այս կարանտինային ճիշտ միջոցառումներ պետք իրականացնել, կանխարգելիչ ճիշտ միջոցառումներ պետք իրականացնել, վակցինացում պետք, ճիշտ բուժումներ պետք, լաբորատորիաներով այդ սերմերի սածիլների ներկրման վրա խիստ վերահսկողություն պետք, լաբորատոր փորձաքննություն։ Այս ամեն ինչը անելուց հետո նոր պետությունը կարող է ասել, որ գտնվում է տենց իր գործառույթին մոտ վիճակում իրականացվող գործառույթին, մենք այս ամեն ինչը ներկապային չունենք։ Իսկ մի պահ պատկերացնենք, որ ոլորտը արդեն հավաքագրված է լավ մասնագետներով եւ որքան ժամանակ է պետք Հայաստանին այդ ձեր նշած բոլոր կետերին գոնե որոշակի չափով հասնել։ Տեսեք, արդեն պիտի այդ խնդիրները դնել կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ժամանակահատվածների առումով նայել, թատենք բանջարաբոստանային մշակաբույսերը, ճագարաբուծությունը, դա կարճաժամկետ ժամանակահատվածում լուծող խնդիրեր։ Միջնաժամկետը ենթադրենք արդեն այգեգործությունը, խոշոր եղջերավոր, մանր եղջերավոր անասունների հարցի լուծումը, պարենային անվտանգության հարցի լուծումը միջնաժամկետ է։ Երկարաժամկետը արդեն
գլոբալ տաքացման հետ կապված, ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված, ջրավազանների կառուցման հետ կապված երկարաժամկետ քաղաքականություն է պետք, որ դու հասկանաս 30, 40, 50 տարի հետո ինչ ես ունենալու, որ ուղղություններն առաջնահերթ զարգացման համար, ինչպես զարգացնել այն եւ ինչպես պահել եւ ճիշտ օգտագործել քո ամենաթանկ ռեսուրսներից մեկը, մեր անգին ջուրը, որը վատնվում է մեծաքանակ ծավալներով եւ արդեն Երևանում տեսնում եք, որ մենք այսօր ունենք ջրանջատումներ, արդեն այսպես ասած ժամանակացույց ջրանջատումների, ինչը մեր նման երկրի համար, որը ունի մակերեսային կուտակման այդքան մեծ քանակությամբ ջուր անընդունելի է։ Եվ այստեղ նաև ցայտաղբյուրները, որը միշտ մեր այցեքարտն են եղել, կարծես դարձել են հիմա պրոբլեմատիկ։ Դե ինչ կարծում եմ այսքանով ամփոփենք, շնորհակալ եմ եւս մեկ անգամ, իսկ մենք կհանդիպենք մյուս շաբաթ։